Բարև ձեզ, Առնյուս հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք Սուր հարցեր հաղորդաշարը։ Այսօրվա մեր հյուրն է Media Shangal հասարակական կազմակերպության ղեկավար պարոն Ամո Շարոյանը։ Բարև ձեզ, պարոն Շարոյան։ Բարև ձեզ, պարոն։ Պարոն Շարոյան, դուք եզդիական համայնքի ներկայացուցիչ եք եւ փաստորեն նոր կազմակերպություն եք ստեղծել։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանում եզդիական համայնքը եւս պառակտվել է։ Մեր կազմակերպության ստեղծումը միանշանակ չի կարելի ասել, որ պառակտում է առանձնացնում մեր եղած ազգային կազմակերպությունների միջև։ Ես միայն կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը միանշանակ չի բոլոր հարցերում։ Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականի մարտի 26-ին, ուրեմն հիմնական նպատակը ազգագոյության, ազգի համախմբման եւ ճիշտ ասած հարցերից մեկն էլ մենք դրել ենք, որպեսզի կանխենք արտագաղթը, որը ցավոք մեր հանրապետությունում դեռևս պահպանվում է, ինչպես մեր մոտ, այնպես էլ եւ երևակայքի բոլոր ազգային փոքր։ Այս պահին միանշանակ մենք չենք կրկնի այդ եղած կազմակերպություն։ Մի քանի կազմակերպություններ կան, որոնք գործում են, աշխատում են, բայց մենք մեր գործունեությունը, անհրաժեշտությունը գտնում ենք նրանում, եթե կա արտագաղթը, կներեք արտադրության համար կա նման մի ցավ, փաստ է, բնականաբար գործող կազմակերպությունները ինչ որտեղ բաց թողումներ, թերություններ ունեն, եթե դա կա, եթե կա փաստը, այդ փաստի բաց թողումները, ինչ որ թերությունները կան։ Մենք ցանկանում ենք լրացնենք այդ բացը, որպեսզի կարողանանք այդ հիմնահարցերը կարգավորենք եւ մեր հանրապետությունում մեր ուրույն տեղը ունենանք ու հավատացած ենք, որ եւ կընդունվենք հանրապետության ղեկավարության կողմից եւ ժողովրդի եւ հասարակության կողմից։ Պարոն Շարոյան, Հայաստանում կան բազում խնդիրներ։ Եզդի մարդը առանձնահատուկ խնդիրներ ունի, թե դրանք ընդհանրական են բոլոր մարդկանց համար։ Ես պարոն Էմիլյան, ուրեմն մենք սխալված չեմ լինի, որ ասեմ, բնականաբար մենք մեր հանրապետությունում մենք բոլորս էլ ունենք հավասար քաղաքացիական, սոցիալական պաշտպանության, իրավական եւ այլ իրավունքներ, որոնք ամրագրված են մեր սահմանադրությամբ, ընտրությունների մասին օրենքով, քաղաքացիության մասին օրենքով եւ այլ իրավական ակտերով։ Բայց դրան գումարած ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ունեն առանձնահատուկ էթնիկ իրավունքներ եւ պարտականություններ։ Այս առանձնահատուկ էթնիկ իրավունքներն ու բացատրեք դա ինչ է։ Հա, հիմնականում այդ իրավունքներն ու պարտականությունները կայանում են ներհատուկ են ազգային փոքրամասնության ներկայացուցիչին եւ կայանում են նրանում, որ նրանք բխում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչի կերպարից, նրա ապրելակերպից, սովորություններից, նույնիսկ նիստ ու կացից։ Հիմա Հայաստանի Հանրապետությունից գոհ եք, ասենք ինքը հնարավորություն տալիս է ձեզ ձեր ավանդույթի համապատասխան ապրելու։ Ես ճիշտն ասած Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ այս պահին ես մի բան եմ ուզում հիշել եւ ասել։ Ուրեմն պատմությունը որպես կանոն մեր կյանքի, բոլորիս կյանքի պատմությունը ասում է, որ պետք է հիշվի պատմությունը, որպեսզի լիարժեք լինի այսօրվա օրը եւ ապագան։ Իսկ մեր պատմությունը ասում է, որ մենք հայերի հետ ոչ թե միայն հարևաններ ենք եղել, այլ միաժամանակ բարեկամներ ենք եղել։ Բարեկամներ ենք եղել այն առումով, որ դարեր շարունակ ոչ մի պատմաբան կամ ազգագրագետ բարեբախտաբար ոչ մի բացասական բան չի գրել մեր հարաբերությունների մասին։ Եվ ոչ թե չի գրել, չի ցանկացել, այլ չի եղել։ Ես հավատացած եմ, որ չի եղել։ Ու այդպես էլ կշարունակվի։ Այսօրվա օրով մենք բոլորս էլ կայմած ենք ինչպես ամբողջ հասարակությունը Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հանձինս եզդի ժողովրդի, մենք բնականաբար ցանկանում ենք մեր հանրապետության կայունությունը, պետականության ամրապնդումը, բարեկեցիկ կյանքի ստեղծումը եւ արդարացի հասարակության ստեղծումը։ Լիարժեք քաղաքացիներ ենք, բայց մենք ունենք մեր էթնիկ
իրավունքները, որոնք լրացնելու համար կներեք, որոնք լրացնելու համար, որոնք իրագործելու համար պետք են իրավական ակտեր, ոչ թե ասենք Սահմանադրությունը բնականաբար մեր երկրի հիմնական օրենքը սահմանում է մեր բոլորիս իրավունքներն ու պարտականությունները, բայց այնտեղ չկան այնպիսի նորմեր, դրույթներ, որոնք պարտադրեն, որ պետական մարմիններին, օրենսդիր մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին, որպեսզի ազգային փոքրամասնություն ներկայացնեն ներգրավեն մեր անդրադառնանք դեռ պարոն Շարյան։ Հայ մարդն էլ է, այսպես հայ մարդը նույնիսկ իր ավանդույթի եւ Հայաստանի Հանրապետության օրենքի միջև այսպես հակասություն ունի։ Օրինակ գիտենք, որ կա այսպես ավանդույթ աղջիկ փախցնելու վերաբերյալ, այդ աղջկան փախցնում են, հետո այսպես եթե գործընկնում է ոստիկանություն, դա արդեն դառնում է մարդու առևանգում եւ մինչեւ աղջիկը չի գրում իր ձեռքը, որ ես իմ կամքով եմ գնացել, դա արդեն լուրջ այսպես քրեական գործ է։ Կա նման խնդիր եզդիների եւ Հայաստանի Հանրապետության օրենքի միջև։ Միանշանակ ասել, որ նման խնդիր կա, չկա, ես կարող եմ ասել չկա, բայց որ ինչ որ խնդիրներ դեռևս կան պահպան։ Մի օրինակ կբերեք։ Ես ասեմ հեսա։ Ինչ որ բաներ որ պահպանվում են, դա փաստ է, ասեմ ինչ է։ Փառքաստու, որ մեր ազգային փոքրամասնությունները պահպանվում են իրավական տեսակետից հանրապետության կողմում, հանրապետության ղեկավարության եւ օրենսդիր եւ կառավարող մարմինի կողմից բոլոր իրավական ակտերով, որևէ խտրականություն իրավական ակտերում չկա ու չի էլ կարող լինի։ Բայց հարցը կայանում է նրանում, որ ասենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ես բարձրաբարման կարգով ասենք կարող է լեզվին չտիրապետել, կարող այնպիսի հանգամանքներ լինել, օրինակ ես այս վերջում ինտերնետում բազմիցս լսեցի, հոլովում էին, որ եզդի էս ինչը, բանակում էս ինչին հարվածել է եւ գցել ու եւ այլն։ Ու դա միշտ հոլովում էր։ Ես այն կարծիքին եմ, որ զանգվածային լրատվության միջոցները, դատական մարմինները հանցագործի էթնիկ պատկանելիության վերաբերյալ պետք է ինֆորմացիա չտան։ Ավելի շուտ հանցագործը մնում է հանցագործ։ Աղջիկա փախցրել, կներեսատարության համար գողություն արել եւ այլն, հանցագործ են նա։ Նա իր կատարած արարքի համար պետք է պատասխան տա։ Հայ լինի, ասորի լինի, հույն լինի, դա նշանակություն չունի։ Դրա համար ես առիթից օգտվում եմ եւ խնդրում եմ ձեզ, ինչպես նաեւ մեր ով մեզ կլսի զանգվածային լրատվության միջոցները, թող որպես կանոն շատ ցանկալի է, որ երբ հանցագործության մասին լուրեր են հայտնում, էթնիկ պատկանելիության վերաբերյալ որևէ բան չասեն։ Այդ վերաբերվում է նաեւ կրոնական փոքրամասնություններին եւ սեռական փոքրամասնություններին։ Ցավոք, այսպես ցավոք կան, այդ դեպքերը կան։ Էթիկայի, կրթության եւ այլ այսպես հարցեր լուրջ խնդիրներ ունենք զանգվածային լրատվամիջոցներում։ Դա այսպես հուսանք, որ այսպես լրատվամիջոցները համամիտ է, որ զանգվածային լրատվության միջոցները նման էթնիկ պատկանելիության վերաբերյալ որևէ բան չասեն։ Հանցագործ է, այս ինչ անը։ Ուրեմն նա հանցագործ է, անկախ ազգային պատկանելիությունից։ Իսկ նույնիսկ ես այս վերջերում խնդրել եմ, նույնիսկ առաջարկություն եմ արել, որպեսզի Վճռաբեկ դատարանը, մեր գերագույն դատական ատյանը, որևէ ակտ ընդունի ազգային փոքրամասնությունների վերաբերող, որտեղ կշեշտի եւ այս հարցը եւ այլ հարցեր, որտեղ ես այս վերջում օրինակ բայց դա համար պետք չէ որ դուք դատարան հայցով մտնեք եւ պահանջեք ինչ-որ լրատվամիջոցից, որ ինքը կամ չգիտեմ ոստիկանական տեղեկատուից, որ ինքը չնշի ազգությունը։ Դե ես այս բանին հայտարարում եմ, դրան գումարած մեր հասարակական կազմակերպությունը նոր է, երկու ամսվա պատմություն ունենք։ Մենք բնականաբար ժամանակին կմիջնորդենք, դեռևս այդ իրավունքը մենք չունենք, ես կխնդրեմ մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի առաջարկության մտնի կառավարություն կամ ազգային ժողով, որի իրավունքը մարդու իրավունքների պաշտպանը ունի, եւ վերջերս է նշանակվել պարոն Անդրեասյանը բավականին գործունեությամբ դենց մարդու իրավունքների կարելի ասել պաշտպանությունը ուզում են նորմալ հունի վրա դնի, մենք խնդրենք պարոն Անդրեասյանին,
որպեսզի առաջարկություն մտցնի կառավարություն, ազգային ժողով, որպեսզի հանցագործների, կրոնական փոքրամասնությունների, էթնիկ պատկանելիության հարցը երբեք չհոլովի մամուլով եւ այլն։ Պարոն Շարոյան, թեև այսպես դարեր ի վեր հայ եւ եզդի ժողովուրդները ապրել են իրար կողք եւ բայց այդուհանդերձ կա որոշակի այսպես ջրբաժան հայերի եւ եզդիների միջեւ ու դա արտահայտվում է նաեւ այսպես պետական կառավարման համակարգում տարբեր այսպես ինստիտուտներում եզդիների այսպես բացակայությամբ ասենք խորհրդարանում, չգիտեմ կառավարությունում համալսարանում, չգիտեմ տարբեր ոլորտներում ինչու, որովհետև հայ հասարակությունն է հեռու պահում եզդիներին, թե եզդիներն են իրենց հեռու պահում ոչ թե այսպես օրենքի ուժով, այլ այսպես բնականորեն էլ ոնց որ կյանքով էլ դա չկա։ Ճիշտ ասած, ես բազմիցս ոչ թե այն կարծիքին եմ, այլ ինքս տեսնում եմ, որ երբեք մեր պետական մարմինների կողմից խտրականության դրսևորում չի եղել։ Մեր նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական ակտ իր մեջ խտրականություն չի պարունակում։ Իսկ հայ ժողովրդի բարյացակամությունը ազգային փոքրամասնություններին բոլորին եւ հանձինս եզդիների, որտեղ եզդիներ չունեն պետականություն, դարեր շարունակ միասին են ապրել, առանձնահատուկ է։ Ուղղակի այստեղ ես ճիշտ ասած առիթից օգտվեմ, ասեմ, որ վերջերս մեր Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ է պետք լինել, հանձնաժողով է ստեղծվել, մենք էլ մեր հերթին որպես նորաստեղծ կազմակերպություն առաջարկություններ ես անձամ առաջարկություններ արեցի, օրինակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 94 հոդվածը ասում է, որ ազգային ժողովի կազմի մասին, որտեղ նշում է, որ ազգային ժողովը պետք է կազմված լինի 131 պատգամավորից։ Ես այնտեղ մի ստորակետ դրի եւ առաջարկություն արեցի, որից 20% լինեն կանայք, 3% ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։ Իսկ այդ մեխանիզմը ո՞նց պետք է մշակվի։ Արդեն դա բնականաբար ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի։ Դրան գումարած 100 հոդվածում նախատեսում է էլի ընտրական օրենսգրքի 100 հոդվածում նախատեսում է ուրեմն երբ համամասնական ընտրակարգով կուսակցությունները իրենց ցուցակները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ այսօրվա դրությամբ դեռ չփոփոխված գրված է, որ 5% լինեն կանայք։ Ես այնտեղ ստորակետ դրեցի, գրեցի, որ 20% լինեն կանայք, 3% ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։ Նույնիսկ խոսակցություն եղավ, այդ արդիվ մայիսի 5-ին ազգային ժողովում ես եղա, 7 րոպե առաջարկություններս հայտնեցի հանձնաժողովի։ Այդ ընթացքում նույնիսկ ասեցի, որ կարող է դենց լինի, ասենք ներկայացնեն այդ 3%-ը, բայց չընտրվեն որպես պարլամենտում։ Դե ես խնդրեցի, որ արդեն օրենքում չես կարող տեղադրել այդ բանը։ Կարելի է կիրառման կարգում գրել, որ օրինակ առաջին տասնյակում 20% լինեն կանայք, 5% ներողություն, 33% ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։ Ես կարող եմ միայն մի բան ասեմ, որ բոլոր պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները միահամուռ կարելի ասել համամիտ էին, ողջունեցին, նույնիսկ հանձնաժողովի նախագահ, բայց դեռ այդ հարցը ոչ մի քննարկում չէ։ Շարոն, եւ առաջին հանրապետության ժամանակ եւ ուրեմն սովետական Հայաստանի տարիներին կային խորհրդարանում միշտ կային եզդի պատգամավորներ։ Ինչպես եղավ, որ ներկայիս հանրապետությունը չունի պատգամավոր։ Ինչպես դա դուրս մնաց։ Դուք ծանոթ եք այդ գործընթացին։ Ես ճիշտն ասած նախկինում հասարակական գործունեությամբ չեմ զբաղվել, որպես մասնագետ իմ մասնագիտությամբ եմ աշխատել, դե բնականաբար կյանքից չեք հետևել։ Հա, լուրջ չեմ հետևել, բայց ես միայն մի բան կարող եմ ասել։ Ոչ թե առաջին հանրապետության, ասենք 18 թվականի մեր Հայաստանի Հանրապետության ստեղծման
Այլ դրանից առաջ դեռևս 19-րդ դարի սկզբներին, մենք ունենք փաստեր Խաչատուր Աբովյանի եւ մյուս այլ պատմաբանների ու ազգագրագետների մոտ Եղազարով եւ այլը, որտեղ նշում են, որ երբ որևէ գլոբալ մեծածավալ հարց պետք է լուծվեր արտաքին թշնամուն կամ դիմակայելու կամ որևէ տեղ իրար հետ շարժվելու, եզդի բեգերն ու հայ իշխանները միավորվել են, իրար հետ խորհրդակցել են եւ եկել են մի եզրահանգման։ Այդ նույնը շարունակվեց արդեն 18 թվականին, երբ ստեղծվեց մեր առաջին հանրապետությունը։ Այդ առաջին հանրապետության պատգամավորական ցուցակում Ուսուբեկ Թեմուրովն էր։ Եվ ես կարող եմ ուղղակի առիթից օգտվել, ասել, որ Ուսուբեկ Թեմուրը պատգամավոր լինելուց բացի, այդ ժամանակ մատակարարման հարցը մենք ինքներս գիտենք, որ սով էր եւ այլ շատ դժվար տարիներ էր, մատակարարման հարցը դրվեց Ուսուբեկի վրա։ Այսինքն դա ինքնիստյան նշանակում է, որ ինքը իր վստահությամբ վայելել էր այդ բանը։ Ինքը այդ իրավունքը ձեռք էր բերել իր վստահությամբ։ Դրան գումարած սովետական կարգերին մի քանի պատգամավորներ են եղել Գերագույն Սովետում, նույնիսկ Գերագույն Սովետի նախագահի առաջին տեղակալը տարիներ շարունակ եղել է Միրո Մստոյանը, հանգուցյալ Միրո Մստոյանը, որը մեր ազգի ներկայացուցիչ է։ Իսկ այս պահին ուղղակի ես կարող եմ ասել, կներեք, ոչ թե խտրականության դրսևորման արդյունք է, որ այսօրվա դրությամբ մենք ազգային ժողովում չունենք մեր ներկայացուցիչը, այլ ավելի շուտ փոքրաթվության եւ ցվրվածության ես կասեմ, որտեղ Հայաստանի համարյա բոլոր մարզերում եզդիներ կան։ Եվ այս պայմաններում համագործակցել, համախմբել, որպեսզի մի պատգամավոր ընտրեն նրանք, դժվար է։ Դրա համար ես խնդրել եմ մեր պետության ղեկավարությանը եւ օրենսդի եւ կառավարող եւ տեղական ինքնակառավար մարմինների, որպեսզի այնպիսի ենթաօրենսդրական թեկուզ ակտեր ընդունեն, որոնք դրույթներ պարունակեն իրենց մեջ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչին թույլ տան մտնի ազգային ժողով։ Պարոն Շարյան, թվում է թե հասկանալի է, բայց դուք ունեք դրա իմաստավորումը։ Ինչու է պետք պատգամավոր ազգային ժողովը։ Կամ ասենք փոխնախարար կառավարությունում, կամ չգիտեմ, մարզպետ։ Ասեմ եմ, ճիշտն ասած, բնականաբար, որ մենք ապրում ենք հանրապետությունում, պետք է մեր ներկայացուցիչ ունենանք ազգային ժողովում, որը ներկայացնի մեր ժողովրդի կերպարը։ Ես սխալված չեմ լինի, ասեմ, որ ոչ բոլորը գիտեն, թե եզդիները ինչ ազգ են, նույնիսկ Հայաստանում, ինչպես են ապրում, նրանց կենսակերպը, կուլտուրան, մշակույթը եւ այլ հարցեր։ Իսկ ազգային ժողովի մեր պատգամավորը այն ներկայացուցիչը կլինի, որի մեջ նրանք կտեսնեն մեր կերպարը։ Դրան գումարած ես սխալված չեմ լինի եւ ասեմ, որ վերջերս դե բոլորսը գիտենք, որ 90-ական թվականի սկզբից արտագաղթը բավականին մեծ էր, իհարկե ոչ մեկից էլ կախված չէր, փորձությունների տարիներ են եւ այլը։ Այդ տարիների մեզնից շատերը գնացին Ռուսաստան, եվրոպական երկրներ եւ այլ։ Իսկ այսօրվա դրությամբ 4 Ռուսաստանի Դաշնության մարզերում իրանց Դումայի պատգամավորները ազգությամբ եզդիներ են մեր ժողովրդի ներկայացուցիչ, որոնք Հայաստանի Հանրապետության ծնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Կամ Եվրոպայում մենք ունենք Եվրոպայի մի շարք երկրներում ունենք մեր ժողովրդի ներկայացուցիչները, պատգամավորներ։ Ես ճիշտն ասած այդ հարցը այսօրվա դրությամբ ես ուզում եմ ասել հասունացած է այն առումով, որ մեր ներկայացուցիչը կարողանա համախմբել այդ բոլորին, որովհետև այդ բոլորը կարելի ասել, եթե ոչ 100%, գոնե 80%-ով Հայաստանի Հանրապետությունից են գնացել։ Մենք մեր օրրանը միշտ Հայաստանի Հանրապետությունում, մեր գիրը գրականությունը առաջին Հայաստանի Հանրապետությունում է ստեղծվել։ Մեր ազգային ակադեմիայում էլի եթե եզդի ժողովրդի պատմությամբ զբաղվել են, մեր ժողովրդի պատմությամբ ընդհանրապես զբաղվել են, դա սկսվել է Հայաստանի Հանրապետությունից։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացուցիչ չունենալը ես մեղմ ասած գտնում եմ ոչ ճիշտ։ Պարոն Շարյան, հայտնի է, որ քրեական աշխարհում բավական այսպես շատ են
ազգությամբ եզդի հեղինակությունները արդյոք եթե Հայաստանում պետական, հասարակական համակարգերում ավելի մեծ տեղ ունենային եզդի ժողովրդի ներկայացուցիչները, արդյոք այդքան շատ կլիներ այդ թիվը։ Դուք մի այնպիսի հարց եք տալիս, ճիշտ ասած, որը իմ կողմից կարելի ասել դենց ուսումնասիրված չի, կարելի ասել ես շատ մոտիկից չեմ, բայց ես միայն մի բան եմ ասում։ Ամբողջությունը, այսինքն մեր ժողովրդի ամբողջությունը ունի Իբոյան Սահիդի նման զավակ։ Ունի այսօրվա դրությամբ Ամոյանի այդ սպորտսմենի Ռոմանի նման զավակ, ունի Զարա Մհոյանի նման զավակ, ունի նաև Ուսուան Հասանի, Շաքրոյի նման զավակ։ Սրանց գործունեությունը կապել միաժամանակ այդ հարցի հետ ես չեմ կարող, բայց միաժամանակ այսեն մարդիկ են, որոնց հետևից գնում են հազարավորները։ Կարելի ասել ոչ միայն հարյուրավոր, այլ հազարավոր։ Ուրեմն նրանք իրենց մտավոր ունակություններով արժանի են դրան։ Իսկ Հայաստանում կա Սփյուռքի նախարարություն եւ Սփյուռքի նախարարությունը փորձում է համախմբել, այսպես օգնել դրսում ապրող հայերին դասագրքերով, չգիտեմ, տարբեր միջոցառումներ կազմակերպել եւ այլն։ Արդյոք Սփյուռքի նախարարությունը զբաղվում է արտերկրում ապրող եզդիների խնդիրներով, ու եթե չի զբաղվում, պետք է որ զբաղվի։ Սփյուռքի նախարարությունը դե մենք բոլորս էլ գիտենք, որ վերջերս ստեղծվել նախարարի նկատմամբ նախարարի վաղուց ճանաչում են եւ բավականին դրական կարծիք ունեմ նրա մասին, Հրանուշ Հակոբյան տիկինը։ Ես ճիշտ ասած այդ հարցից մոտ էլ առաջացել։ Չնայած մեր կազմակերպությունը ընդամենը 2 ամսվա պատմություն ունի, բայց արդեն դրսից մեզ զանգում են։ Օրինակ Յարոսլավում մենք ունենք մեծ համայնք։ Ֆայզոտ Պոլատովն է ղեկավարում մեր այդ եզդիների ազգային կենտրոնը կոչվում։ Նա մի քանի անգամ հարց է բարձրացրել, ասում է, որ ինչքանով է ճիշտ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարություն մենք մեր ներկայացուցիչ չունենք։ Ներկայացուցիչը խնդրում եմ դուք ինձ ճիշտ ընդունեք։ Ներկայացուցիչ եթե մենք ունենանք, պարտադիր չի, որ ասենք Սփյուռքի նախարարություն խումբ ունենանք այսօր։ Կարելի է մի մասնագետ ունենալ, կարելի է մի խորհրդականի խորհրդատու, որը, ասենք, բայց չկա, չէ՞ հիմա։ Չկա, այսօրվա դրությամբ ես ինչքան գիտեմ չկա, բայց ինձ թվում է ես հաստատ գիտեմ, որ չկա։ Եթե ասենք Տիգին Հակոբյանը մեկնում է Ռուսաստանի որևէ մարզ, որտեղ եզդիներ մեր ազգակիցներ շատ են, ինչքանով գեղեցիկ կլինի, որ ներնից մեկը իր հետ լինի, կամ մեկնում է Գերմանիա, որտեղ մեր համայնքը դուք ինքներդ գիտեք շատ մեծ է։ Շվեդիայում այժմ մեր համայնքը այնպիսի կարողություններ է, որ նույնիսկ պետական կառավարման մարմինների հետ մտնում է փոխհարաբերություն։ Եթե ինքը մեր նախարարը իր խմբով մեկնում է Ֆրանսիա, թեկուզ Թուրքիա, Իրաք, այս երկրներ, որտեղ մեր ազգի ներկայացուցիչները բավականին կոմպակտ են ապրում եւ բազմաթիվ։ Եվ փառք Աստծո, ես կարող եմ ասել, որ ստեղից հիմնականում մեկնած եւ դրան գումարած դրսում գտնվող եզդիներ ու հայերը համատեղ են շատ հարցերում։ Նրանք ավելի են կոմպակտ են, ավելի են իրար կարելի ասել, ավելի լավ են հասկանում, ավելի լավ են համագործակցում։ Քան այստեղ հայերն եզդիները։ Քան այստեղ ասեմ չի լինի, բայց իրականում չկա, այդ բանը չկա այստեղ, այդ բանը չկա։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ այս պահին ժամանակն է, որ Սփյուռքի նախարարությունում գոնե մենք մի խորհրդական ունենք, որը անհրաժեշտության դեպքում կմեկնի այդ վայրերը։ Եվ մարդիկ, որ տեսնեն ժողովրդի ներկայացուցիչները, մեր ժողովրդի ներկայացուցիչները տեսնեն, բնականաբար նրանք նույնպես կաջակցեն, ծրագրեր ունենք, բազմաթիվ ծրագրեր, եւ օգնության կարիք ունենք, եւ ինչի աջակցության կարիք ունենք, եւ մենք նրանց ուղղորդենք, մենք էլ կարող ենք նրանց ուղղորդել, նրանց գործունեության գնահատենք, որ այս կսղալ է կամ այս հարցը շատ ճիշտ է, ոգևորենք նրանց։ Ինձ թվում է այդ հարցը կարելի է Սփյուռքի նախարարության հետ լուծել։ Շնորհակալություն, պարոն Շարոյան։
Հիշեցնեմ Առնյուզ հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք Սուր հարցեր հաղորդաշարը։ Այսօրվա մեր հյուրն է Մեդիա Շանգալ հասարակական կազմակերպության նախագահ Ամոս Շարոյանը։ Հուսանք, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կդառնա արդար իր բոլոր քաղաքացիների հանդեպ։